հանրության իսկ բոլոր իրավախախտներին եք տարել, թե չոր անվանական մարդ։ Այսինքն ով է ձեր կանոն մեջ իրավախախտումը կատարել էր, բոլորին տարել եք։ Այո, անվանական չի։ Այդ դեպքում Սերգեյ Ասատովը անմիջապես հաջորդ մարդն էր, ով Անցուկ էր, Լևոն Քոչարյանի էր, ըստ էս հիմա ինքը իրավախախտում չէր կատարել, որ չեք տարել։ Կոնկրետ ես չեմ տարել։ Ոստիկանությունը։ Չգիտեմ իրան էլ այդ բանը դուք տարել են թե չէ, բայց չեն տարել, ասում եմ չեն տարել։ Հիմա ձեր կարծիքն է, որպես ոստիկանա, վարչաիրավական ձեռքակալման նպատակով եկած։ Հիմա եթե չեն տարել կանխավարկածն այն է, որ իրավախախտում չէր կատարել։ Եթե շղթայի մեջ արել փողոցի փակը իրավախախտում։ Բայց դեպքով դեպի դատան, այդ դեպքում ինչի այդ շղթայի ինչի է ձերբակալվել միայն Լևոն Քոչարյանը։ Ինչի այդ շղթայի մյուս դերակատարները չեն բերվել ոստիկանությունում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Սա արդեն ոչ թե կարծիք, սա փաստ է ձեզ։ Չեմ կարող պատասխանել։ Չեք կարող պատասխանել։ Այն մի հատ ինձ հետաքրքիր է զուգահեռ, որ խոսում եք, ես վարչական իրավախախտումների վերաբերյալ ես գիրքն էի թերթում, այ ասեք, որ իրավախախտումն էին կատարել, թիվը չէ, զուտ բովանդական ինչ իրավախախտում էին կատարել հավաքի մասնակիցները, որ կարիք էր առաջացել նրանց ձեռքակալել։ Առարկումը մեզ հանցի դեմ պատվաստանական կրկնվող հարցը արդեն պատասխանել է։ Որն էր պատասխանը։ Պաշտպան Ալեքսանդրյանի հարցին պատասխան։ Ես այդ հարցը չեմ պատասխան։ Բովանդակային առումով նույնն է, ինչ գործողություններ են կատարում։ Չէ, ես չեմ ասում ինչ գործողություն են կատարել, ես ասում եմ կոնկրետ ինչ իրավախախտում էր։ Տեսակը։ Օրինակ, տեսակը ինչ իրավախախտում։ Տեսակը ինչ իրավախախտում։ Այն որ փողոցը երթևեկել է հատվածած, փակ է եղել, այդ քաղաքացիների մեքենաների դերաշրջանանախառնեք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ձեզ տանեք իրավախախտումը կգտնեք, որ օրինակ ճանապարհի երթևեկելի մասը փակել է վարչական իրավախախտումը։ Ասեցի, եթե փողոցը փակ է, ուրեմն իրավախախտում է։ Քանի որ այդ քաղաքացիները չեն կարող։ Հիմա անկեղծ ես այնց նոր դատարան գալուց տեսա, այս դատարանի կանգառ գնացող ճանապարհը փակ էր, մեքենաները փակել էին, մարդիկ հավաքված էին։ Դից ամբողջ երթևեկելի մասը փակ էր, հիմա դա իրավախախտում է։ Խցանում է, արդեն։ Բա հիմա այս դեպքում ոնց եք տարբերել սա խցանում էր, թե իրավախախտում։ Քանի որ ցույց են կատարում, դուրս են եկել փողոցը փակ է, ես դրա շրջանակներում եմ ասում։ Հասկաց, այ գանք հիմա հենց այդ հարցին, այդ սկես ձեզ ես հանրահավաք արտոնված չէր։ Ճշտել եք ձեզ համար, որ օրինակ քաղաքապետարանը արգելել է պես հանրահավաք անցկացնելը, որովհետև ոստիկանությունը հավաքների ազատության մասին հրահորենքով իրավասու է միջամտել, որ բացառապես ոչ օրինական հանրահավաքներ։ Այսինքն ունեիք դուք ձեր ձեռքի տակ տվյալ, որ քաղաքապետարանը արգելել էր հանրահավաք։ Կոնկրետ ես չեմ ունեցել։ Բա հիմա ինձ դուք եք կոնկրետ, եթե այդպիսի տվյալ չունեիք, ինչի եք գնում ձերբակալել։ Չեք մտածել, որ հնարավոր է արտոնված հանրահավաք էր։ Չէ, եթե փողոցը փակ է, արդեն խախտում է, ասեցի դրա համար վարչական ձեռքակալում։ Այսինքն օրինական ոչ մի հանրահավաք չի լինում, հենց փողոցը։ Օրինական հանրահավաք լինում է, բայց եթե այդ օրինական շրջանակների դուրս է գալի, բնականաբար վարչական ձեռքակալում։ Հիմա այդ եմ ասում, իսկ ձեզ արգելում են մարդկանց կամ այդ օրինական շրջանակների դաշտում, ասում են սենց, չէ՞։ Հիմա ես այդ եմ ասում, դուք այդ տվյալը, որ այս հանրահավաքը ապօրինի է, ու անհրաժեշտ է գնալ հանրահավաք իրականացնողներին ձեռքակալել։ Որտեղից եք այդ տվյալը ստացել։ Արգելես այս տվյալ չեմ ստացել, մոտիկացել են տվյալ տարած, փողոցը փակ է եղել, օրինական պահանջը ներկայացվել է, մենք այսինքն հիմա երբ որ ինչ-որ տեղ օրինական հանրահավաք լինի, մոտենալու եք ցրեք։ Ոչ, եթե օրինական է, շրջանակներում է, չէ՞, դա ասում է, այսքան մարդ էս գործողություն են կատարել, ես են կատարել, հիմա այդ տվյալը ձեզ որտեղից, որ այստեղ չի եղել անձանց թիվ, քանակ կամ որ երթով օրինակ հենց այդ փողոցով պես ասում եմ, այդ տվյալին չեն գալի հայտնի շարքային մարդ են, ես մոտիկանում եմ տվյալ տարածք կանչով, եթե նկատում ենք իրավախախտում կա, հիմա եկան ձեզ ով է ցուցումը տվել, որ անհրաժեշտ է գնալ
այնտեղ ապօրինի այդ հանրահավաքը եւ մարդկանց պետքա ձերբակալի։ Ումից եք այդ ցուցումը անձամբ դուք ստացել։ Ըստ հերթականության ղեկավարներ ունենք, ցուցումը գալիս է, կապով կլինի թե ոնց մոտիկան կապ։ Հիմա ըստ հերթականության ձեր ղեկավարն ով ա եղել ձեզ ցուցում տալու։ Տվյալ բանը մեր մեքենայի մեջ չէ, ընդհանուր մոտիկացել են, բոլորս ընդեն, չեմ կարող ասել, տվյալ բանը բոլորն են ընդեն։ Հրամանը հնչում է, ղեկավարներից բոլորը տեղ են եղել։ Հրաման տվողն ով է։ Ասում եմ ռադիոկապով են, դեսը չգիտեմ, հրամանով ատելը ռադիոկապով փոխանցել են։ Անձամբ ձեզ ասել են ենթասպահա, ենթասպահա։ Ոչ, անձամբ չի դա, եթե ընդհանուր ծառայության եք ռադիոկապով լսում եք, մոտիկանի ծանձան չկա որ ասում։ Այսինքն բոլոր կարմիր բերետները պետք է մոտենան այդտեղ, անկախ գտնվելու վայրից, օրինակ դուք եք ծառայության եք նշանակվի Ասած կարգախումբ ենք, այդ բանը հազատը պատասխանում եք։ Հիմա ես հասկանում եմ ինչ եք։ Չէ, պետք չի հասկանալ, հարցը լսեք։ Հիմա դուք աշտարակ եք, ռադիոկապը ասում է, բոլորը մոտեցեք, ձերբակալություն կա։ Բայց մոտենում եք։ Ոչ, եթե աշտարակում եմ ընդ տվյալ բան ծառայություն եմ կատարում, ոչ, այդ բանը ով է տվյալ տարածքում է մոտիկ ծառայության մեջ է։ Իսկ Շարավիղովը որոշում, որ ես մոտիկ եմ անում։ Կոնկրետ Երևան քաղաքի մեջ բոլորը կարող են մոտիկան, եթե ազատ կարգախումբ է։ Կարող է ես լինեմ արաբի ծառայության, բայց եթե կարիք լինի կապտա, շրջիկ լինեմ մոտիկանը մնաց։ Ամփոփեմ, հա ձեր պատասխանները։ Այսինքն չգիտեք կոնկրետ վարչական ինչ իրավախախտումներ են կատարել, չեք կարող Ես ասել։ ասացի, չգիտեմ, ես ասացի։ Ինչ է։ Դուք ասացիք փողոց խաղելը, ասացի, եթե տեղաշարժը խաթարվում է, այո, իրավախախտում։ Հիմա ասես ես կատարվել է, թե ոչ։ Հիմա այդ եմ ասում, բա ես էլ ասում եմ օրինակ արտոնված հանրահավաք էր, արտոնված հանրահավաքն էլ չէ խաթարում։ Մյուսների Այլ ասեցի, եթե արտոնված է դրան ձև կա, եթե պետք է վարչական ձերբակալում կատարել, արգելում են, դադարեցնում են, չէ ենթարկում։ Լավ, հիմա ձեր ղեկավարից օրինակ ստանում եք ցուցում, ըստ ձեր տրամաբանության, որ Լևոն Քոչարյանը ապօրինի է հիմա դատական նիստերի դալիճում, դուք չեք ֆիլտրում ստացած հրամանը, որեսի ենթակա է կատարման, թե ենթակա չի, որ ասում են գնացեք ձերբակալեք, անվերապահորեն գնում ձերբակալում եք, թե որ լավ ինք ղեկավարից ապօրինի հրաման տվեց։ Հիմա ասում եք հրաման ստացանք, գնանք ձերբակալենք այս մարդկանց, կամ փողոցը բացենք։ Հիմա դուք ձեր համար չեք փորձել, ոստիկան եք ի վերջո վարչական մարմնի աշխատակից եք, ոնց եք արտոնված էր այդ հանրահավաքը, թե ոչ։ Ես նորել ասացի, եթե արտոնված է, դրա համապատասխան ձև կա, եթե փողոցը փակվել եւ արտոնված չի մոտիկանում են, բնականաբար արդեն Բայց ասում եք դուք չգիտեք, չէ՞, դա դուք զուտ հրաման եք ստացել։ Այդ արտոնվածը ներշի մեր ինչ որ մեկը գալի ինձ ասում է, էսի արտոնվածը, թե ես գիտեմ արտոնվածը օրինակ, եթե եկել է։ Ես մարդիկ կարող գալիս են ազատության հրապարակում անում են գնում են, բայց եթե դուք դուրս են գալի փողոց են փակում, դա արդեն իրավախախտում է։ Նախադեպի բացի, եթե պետք է բերման անել, քրեայավական վարչական ասեցի։ Հիմա ես էլ ասում եմ, չկա այդպիսի վարչական իրավախախտում, որտեղ գտնի ձեր ասած իրավախախտում։ Պատրաստել դատարաններ գնվող հարցը, հարցի նախնի պատասխանները։ Խնդրում եմ հանել հարցը։ Չունեմ հարցեր, պատվարժան դատարանը ըստ էության մկան խուսափում է որևէ տեսակի հարցերին պատասխանելուց, համապատասխան փուլում այս վարքագծին մենք կարգադրում